Ողջույն ընկերներ, այսօր խոսել եմ այս ծննդային կենսակտիվ հավելման մասին, վիտամին D3-ն է, ֆիտոպոլի շարքին է պատկանում, ձեռք եմ բերել բալիկիս համար, նշեմ, որ այն 1.5 տարեկան պլյուսների համար է եւ ավելի բարձրին է կարող են օգտագործել, արտիկուլն է 15903, ծննդային կենսակտիվ հավելում վիտամին D3-ից պատասխանատու է կալցիումի ամրացման եւ յուրացման համար, դրա անբավարարությունը հանգեցնում է ոսկրային կառույցների ձևավորման խախտմանը, ոսկրերը կթուլանան, կդառնան փխրուն եւ կտրատվող, ենթակա կլինեն դեֆորմացիայի, այս փոփոխությունները մանկական լուրջ հիվանդությունների ռախիտի հիմք են, 20-րդ դարի սկզբին վիտամինի հայտնաբերումը իսկական առաջընթաց էր այս հիվանդության բուժման գործում, որը հսկայական տարածում գտավ ամբողջ աշխարհում, իհարկե ռախիտը մարմնում D2 եւ D3 վիտամինների պակասի ծայրահեղ աստիճան է, բայց նույնիսկ փոքր անհավասարակշռության դեպքում երեխայի մոտ որոշակի ախտանիշներ կտեղեկացնեն վիտամին D-ի հիպովիտամինոզի մասին։ Այս տարբերակը մանկություն ու պատանեկության այն շրջաններն են, երբ դուք պետք է հստակ ուշադրություն դարձնեք ձեր երեխաների մոտ բավարար քանակության վիտամին D-ի առկայությանը, կյանքի ժամանակահատվածում դա հատկապես կարևոր է աճի ժամանակ ակտիվ բոլոր համակարգերի ձևավորման եւ միևնույն ժամանակ երեխայի շարունակական ուսուցման գործընթացի համար հատուկ շարք են լրացուցիչ պարապմունքներն ու խմբակները, նրանք ստեղծում են գերբեռնվածություն երեխայի օրգանիզմի վրա, ինչը նշանակում է, որ երեխան պետք է ստանա վիտամինների եւ հանքային հավելումների լիարժեք համալիր։ Մեկ պատիճում 200 մմ խորհուրդ է տրվում երեխաների համար սկսած 1.5 տարեկանից վիտամին D-ի պակասի եւ ռախիտի կանխարգելում, մասնակցում է մկանների տոնուսի կարգավորմանը եւ իմունային համակարգի ամրապնդմանը։ Փաթեթում պարունակում է 550 մգ 60 պատիճ։ Հետաքրքիր էսպիսի ձկնիկներ են պատիճները, որոնց մասին ուզում եմ ձեզ այսպես ցույց տամ։ Այսպես է հետաքրքիր ձկները։ Հետաքրքիր է բույրունի ինքը։ Ես արդեն իմ տղային տալիս եմ, որ օգտագործի, իսկ երման եղանակը այսպիսին է, ուրեմն օգտագործեք 1.5 տարեկանից 3 տարեկան երեխաների համար, օրական 1 ամպուլա, ուտելուց 3 տարեկանից բարձր երեխաների համար 1 ամպուլա։ Օրական 1-ից 2 անգամ ուտելիս պտտեք այն, կտրեք ամպուլայի պոչը եւ սեղմեք պարունակությունը ըմպելիքի սննդի կամ գդալի մեջ։ Այս պոչիկի մասին է խոսքը։ Այսպիսի տարբերակներ եմ ընտրում, հետաքրքիր օգտակար։ Լինքը կտեղադրեմ նկարագրության բաժնում, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի ձեզ համար հետաքրքիր վիդեոներ տեղադրեմ եւ խոսեմ իրենց կիրառման ձևի, օգտագործման եւ իրենց օգտակարության մասին։ Այսքանով փորձեցի կիսվեմ վիտամին D-ի մասին ինֆորմացիան, արտիկուլը նշեմ 15903, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։ Առայժմ